որ արդեն ձեր տեխնոլոգիան հետ կապված որոշումը կա եւ առաջիկայում ենթադրվում է խմբակցությունը նաեւ կառաջադրի, բայց չնայած դեռ չի հասել իր հանգուցալուծմանը, բայց արդեն մամուլում կան տեղեկություններ, որ ազգային ժողովի տարբեր աշխատակիցներ իրենց ճամպրուկներն են հավաքում եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ազգային ժողովի աշխատակազմի փոփոխության հետ կապված ինչ որ ծրագրեր ունեք, աշխատակազմի ղեկավար, այլ պաշտոնյաներ, ինչ որ փոփոխություններ կան կադրային փոփոխություններ։ Ես կապադարում, որ կլինի պատեհ եւ որ կլինի ժամանակը, հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Այսինքն դուք որևէ ազդակ, որևէ պաշտոնյայի կամ աշխատակցի չեք հղել, որ կարող են ճամպրուկները հավաքել։ Եթե նույնիսկ կարվում է նման բան, դա իրենց Ես եթե դա անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետեւ ես հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իմ տեխնոլոգիությունը։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Պարոն Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը ամբողջ ընտրաշարի ժամանակ դժգոհում էին, որ իշխանությունները ատելության խոսք են տարածում, բայց իրենք դեռ չեն եկել ազգային ժողով։ Նարեկ Կարապետյանը երեք գրառում էր արել, թե դուք անդրադարձաք, բայց խնդրեմ ասեք ինչու եք Դե, բանում է այդպես, որովհետև դաստիարակության պակաս ունի եւ ես կլրացնեմ այդ պակասը։ Պարոն Ռուբինյան, բայց տեսակետները տեսնում եք, երբ որ ձեր տեխնոլոգիան մասին անմիջապես հայտարարվեց, քրեչի հայտարարությունից հետո շատեր այդպես տարբեր քաղաքաշրջանակներից հայտարարություն, որ ձեր ընտրվելու մեջ նաեւ Թուրքիայի մատն է խառը, այսպես ասած։ Մեկ ասեք ինչ հայտարարությունից հետո։ Քրեչի շնորհավորանքից հետ, ասում են, ինչպես կարող է տեխնացու լինելով հանդերձ, դեռ պաշտոնական որևէ բան չկա, դուք ստանաք շնորհավորանք։ Ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանում եք, ես այս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ որ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու էի, էլի եկան այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Ոչ միտեղ քաղաքականապես։ Նույնն էլ սպասվում է ուժեղ Հայաստանի, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տեսել եմ ինչ-որ տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի տեխնացու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է ԱԺ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես տեխնացու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից, կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։ Այսքանը դրա վերաբերյալ։ Որ չեք շարունակելու բանակցությունները արդեն Թուրքիայի հետ դուք չեք լինելու։ Իսկ կա քննարկում, ով է լինելով կփոխարինի ձեզ։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանը լինի։ Չգիտեմ։
չեմ կարծում։ Այս փուլում նաև քննարկվում է ձեր Թուրքիայում գտնվելու այդ ժամանակահատվածը։ Դուք ի վերջ այնտեղ վերապատրաստման եք գնացել, թե համալսարանը կխնդրեմ մեկնաբանեք։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար մեկ ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը, կար լրագրող, հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում, մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին հասկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառից վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետքա փակել այդ տրամաբանության։ Ես դες ասեմ ավելին, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինձ հարցնում էին, ասենք, այդ ինչ է կարել Թուրքիան, բացատրում էի, բայց հետո ուսումնասիրում էի, ասենք, պարզում էր այդ մարդկանց բարեկամները Թուրքիայում են ապրում։ Պարզում էր, ասենք, այդ մարդիկ գնացել Թուրքիայում հանգստացել են։ Նկատում սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ երբ որ կալուգացի օլիգարխի թիմակիցները կան ազգային ժողովելի այդ տխմար հարցերը տալու են, ես էլ համբերատար պատասխանելու եմ։ Բայց էլի իմի բերելով այդ ամեն ինչը, ես Թուրքիայում չեմ սովորել, ես ուսանողական տարիներին Թուրքիայում չեմ անցկացրել, երբեք չեմ թաքցրել, որ մի քանի ամիս, 5 ամիս 2016-ից 17 թվականներին գիտական հետազոտություն եմ արել ծրագրով, կոչվում է Ստամբուլի Istanbul Policy Center, Ստամբուլի քաղաքագիտության կենտրոն։ Ոչ մեկից դաս չի տվել, ես ոչ մի դիպլոմ չունեմ եւ այսպես շարունակ։ Նաեւ ենթադրում եմ կամ չեմ ենթադրում, ուղիղ այդպես ակնարկվում, որ ինձ մեղադրում են Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ ես Թուրքիայի հետ բանակցողն եմ։ Դե կներեք, այդ տրամաբանությամբ ուրեմն ես էլ մեղադրում եմ կալուգացի օլիգարխի եղբորը Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ երբ որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ընթացքի մեջ էր, նա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։
Այդ տրամաբանությամբ ես իրանց եմ մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, որտեղ նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Պարոն ընդդիմության ասպահվածքը, հա, չի վնասի հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ մարդը, որը падգամավոր է դառնում եւ այդտեսա գրառում է անում, խնդիր չի առաջացնում։ Ինչ գրառում։ Ձեզ մեղադրում ասում թրքամետ Դե դա նորություն չի, հիմա մենք սովոր ենք, եթե դուք նկատել եք, շատ մեծ հավանականություն կա, որ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը գալու է եւ Հայաստան դաշինքի նիշն է վերցնելու, այդ դավաճան, բան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին, եսիմ ինչ։ Եվ տեսանք Հայաստան խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, կրճատվեց առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Նրանք ես միանշանակ ես հիշում եմ 2021 թվականին, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի այտենց այդ ոճի մեջ հարց տվեց, ես ասացի, տեսեք, ամբողջ քարոզարշավ դուք անցկացրել եք այս դավաճան բան պիտակներով, տեսեք, եկա մենք հաղթեցինք, չհազդեց դա, հասկանում եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ պատասխանը տվել են արդեն ով է դավաճանը, ով է օտարամոլը եւ այսպես շարունակ։ Մի շարունակեք դա։ Չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենց իսկ ոդկին։ Պարոն Ռուբինյան, ուզում եմ նաև հարցնել մի պնդման վերաբերյալ, որ ընդդիմադիրները այս երկրորդ օրը արդեն անում են, այս փոփոխությունները, որ արվեց քաղաքացիության հետ կապված այդ ընտրական իրավունքի սահմանափակման, ասում են, որ ըստ էության նպատակը այդ հանրաքվեի հետ կապված շեմի փոփոխությանը հասնելն է, որ հետո դուք սահմանադրության բացարձակապես նպատակը մեզ ապահովագրելն է Հայաստանի չէ, ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշարք կբաժանի եւ կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Դա բաց ուղիղ նպատակն է եւ կհամաձայնեք, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման ռիսկ կա։ Բայց արդյոք այն չափի են այլ երկրից եկել մեր որ վտանգավորության չափ կար դրա, որ օրենք եք Դե ուրեմն դուք ձեր հարցով չեզոքացնում եք ժողիկի պնդումը, որովհետեւ եթե այդ չափով չեղե, ուրեմն ուրիշ նպատակ էլ չկա։ Այսքան եղել է։ Չէ, բայց ասում եք դա զգալի տեսեք, խնդիրը չափը չի է, կարող է եղել ազգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ, մենք լսել ենք, չէ, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշարք են տալիս եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշարքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Էլ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Մարդու այո, չի խախտվում, որովհետև մարդը քաղաքացին այսպես թե այնպես ունենում է ընտրելու իրավունք։ Հիմա դուք օրինակ ունեք հիմնարար ընտրելու իրավունք, բայց այդ իրավունքը որոշակի բյուրոկրատական ընթացակարգի ենթարկա է, չէ՞, դուք օրինակ չեք կարող ուղղակի զարթնել եւ գնալ ընտրության, եթե դուք գրանցում չունեք։ Դե նախ գրանցում ունենաք, չէ՞, ձեր անունը արտահայտվի ցուցակները, որպեսզի կարողանաք ընտրեք։ Հիմա տեսականորեն, եթե դուք չգնաք ոչ միտեղ չգրանցվեք, դուք կլինեք քաղաքացի, որը ունի ընտրելու իրավունք, բայց թղթաբանորեն դա իրան հասանելի չի։ Հիմա նույնն էլ այս դեպքն է, ցանկացած քաղաքացի, որը այս սահմանված ժամկետում ապրած կլինի Հայաստանում, ինքը կունենա քվեարկելու իրավունք։ Պարոն Ռուբինյան, Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված ըստ էության այս պահին իշխանությունը 2/3 չունի սահմանադրությունը փոխելու համար։ Պատկերացում կա, ի վերջո ո՞նց եք հասնելու ձեր այս նաև նախընտրական ծրագրում ամրագրված խոստմանը։ Կքննարկենք, կհասկանանք։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով նախորդ թեմային, տեսեք, այնքան նրբություններ կա, եթե 6 ամսով եք դնում, կարող մարդ ուզում է գա, որ այդ 6 ամսվա բանը բայ, բայց չգիտեմ, տեխնիկական խնդրով այդ թռիչքը տեղի չի ունենում եւ ինքը նախատեսված այդ կեսը տարվա չի կարող Հայաստանում անցկացնել 180 Նարեկ ջան, տեխնիկական խնդրով կարող մի անգամ թռիչքը տեղի չի ունենում, այսինքն հաջորդ թռիչքով կգա։ Հաջորդ թռիչքով կգա։ Փառք Աստծո, Հայաստան բազմաթիվ թռիչքներ են տեղի ունենում, նախկինի պես չի, որ մի տեղ էր թռնում եւ չգիտեմ շաբաթը մեկ անգամ տրված է, ճիշտ է, տրված է միայն կրթության նպատակով դրսում գտնվող եւ դիվանագիտական ծառայություն իրականացնողների նրանց ընտանիքի անդամներ, այդ առողջապահական խնդիրներով երկրից դուրս գտնվողները ինչու պետք է զրկվեն։
Նարեկ ջան, դե անընդհատ կարելի է ասել, բա այս խումբը, միտքը հետևյալն է, որ տրամաբանական կլինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը, կենցաղական, կենցաղային շահերի կենտրոնը Հայաստանում է, եւ տրամաբանական կլինի, որպեսզի մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից։ Հիմա համաձայն եք, չէ՞ որ կա այդ խնդիրը, երևացել է առնվազն այդ խնդիրը, չէ՞։ Հիմա մենք պետք է այդ խնդրին անդրադառնանք։ Իսկ ինչ վերաբերում է պնդում են, ասում են հակասահմանադրականը, շատ լավ, եթե պարզվի հակասահմանադրականը, սահմանադրական դատարանը կասի հակասահմանադրականը։ Բայց մենք խնդրի պետք է անդրադառնանք։ Իշխանության ճնշումների ներքո չի գտնվում, ենթադրյալ ճնշումների ներքո չի գտնվում սահմանադրական։ Բայց եթե ենթադրյալ ճնշումների ներքո է, ինչի այն ժամանակ որոշում կայացրեցին, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ազատվեց, այսինքն հոդվածը հակասահման չէ, դրանից առաջ էր կազմը փոխվել, այս կազմի առնվազն կեսից ավելին այն ժամանակ սահմանադրական դատարանի անդամ էին։ Եթե դա ճնշումով լիներ, տեղի չէր ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչ տեղի ունեցավ, կամ հակառակը, այն ինչ որ պետքա տեղի ունենար, տեղի կունենար։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ կրկին վերադառնանք ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու այդ փուլին։ Դուք անցած 5 տարիներին ձեր ելույթները, ձեր գործելավոճը բավականին սուր եւ քննադատողական է եղել ընդդիմության նկատմամբ։ Ես ուզում եմ հարցնել, այս դեպքում արդեն դուք ընդհանուր խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովելու ոնց որ երաշխավորը պետք է լինի։ Ես հիմա էլ եմ այդպեսին որպես փոխնախագահ։ Այդ առումով շատ բան չի կարող։ Հա, այդպիսի մեկնաբանություններ են հնչեցնում նաև մամուլում եւ այլն, որ այդպիսի գնահատականներ հնչեցնում են որոշ թերթերի խմբագրեր, որոնք իրանք խնդիր ունեն հավասարակշռության հետ, որոնք աչքի են ընկնում անդաստիարակությամբ, բայց դա իրանք խնդիրն է։ Միջոցների վերաբերյալ ոչ կոռեկտ ձևակերպումներ եք անում։ Ես շատ կոռեկտ ձևակերպումներ եմ անում, նախ դուք չգիտեք ես որ լրատվամիջոցներին եմ ասում, բայց եթե շատ եք ուզում կարող եմ անվանական էլ ասել, բայց չգիտեմ դա ձեզ ձեռնտու կլինի թե չէ, բայց կան այդպիսի կարծիքներ հնչեցնում են տարբեր գլխավոր բանագիրներ, որոնք գարխների ձեռքից, որոնք զուրկ են դաստիարակությունից, զուրկ են պարզ մարդկային պարկեշտությունից, բայց ես նրանց հետ ոչինչ չեմ կարող անել։ Նկատեմ ձեր ներքիմային որոշումների վերաբերյալ ինչու են ըստ ձեզ, ինչու տարբեր քաղաքական։ Ես շատ իմամ, ձեր գոլեգաներն են գնացեք հարցնում։ Ես քաղաքական գործիչներից եմ հարցնում։ Չեմ հասկանում ձեր հարցը։ Քաղաքական գործիչների կողմից ձեր տեխնոլոգիան հետ կապված մեկնաբանությունները։ Նորմալ է, բայց առաջադրվել է ազգային ժողովի նախագահի տեխնացուն, նորմալ է որ կարծիք հայտնեն։ Նորմալ չի իհարկե որ այդ կարծիքները հիմնված լինեն զրպարտության վրա, բայց ոչինչ հիմա սովորեցնենք ինչ խնդիր կա։ Ռուբինյան, դուք որոշեցիք առաջադրվել, թողնակ թիմից ասեցին այդ կարծիքները։ Եվ որ փուլում եք այդ որոշումը կայացրել, այսինքն երբ որ առաջադրումները սկսվել է, թե Այո, առաջադրումների սկսելուց մեկ երկու օր առաջ։ Պարոն Ռուբինյան, ձեր մեկացին մի փոքր ուշքներ ինչ են նարյալ ասում են դեսաննարական դատարանում դաշնական չնահանգները վիճակում են, բայց ԿՊ-ում պաշտոնների բաժանումն են անում, Բայց իրանք ինչ են։ Հասարակ սահմանադրական դատարանի որոշում չեն հարկում, Նախ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են, բայց թողեք պատասխանեմ էլի։ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են թե ում որ պաշտոնին են առաջադրելու։ Իսկ պաշտոնին ոչ թե բաժանվելու է, այլ պաշտոնին ընտրելու են ազգային ժողովի падգամավորները, երբ որ գա ձևավորվի նոր խորհրդարանը։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարան, բանդիմությունը ինչի չի սպասում սահմանադրական դատարանի որոշմանը եւ քննարկում է մանդատները վերցնել, թե չվերցնել։ Իրանք ինչ գիտեն։ Իրանք ինչ գիտեն։ Չէ, քննարկում ասում են մեր ընտրողների 60%-ը ասում է վերցրեք, 40-ը ասում է մի վերցրեք, մամուլում այդ նույն ձեր սիրած մամուլում քննարկվում է, այս ինչին կառաջադրեն այժմ փոխնախագահի պաշտոնին, թե չեն առաջադրի եւ այսպես շարունակ։ Եվ հաջորդը, մի վայրկյան, եւ հաջորդը շատ լավ իրանք դիմել են սահմանադրական դատարանը իր վճիռը կկայացնի, բայց մենք գիտենք, չէ՞ որ ընտրությունները արդար են անցել, թափանցիկ են անցել, մի վայրկյան, հասկացանք, բայց մենք էլ վստահ ենք, չէ՞, մենք մեր աչքերն ունենք, չէ՞։ Որևէ խնդիր չկա։ Բայց եթե դուք ասում եք, որ ներողություններ եք կասի, Դե նայեք, մի մասու ասեմ, հա, պատասխանեմ, երկակի է իմ մոտ էմոցիաները, բացատրեմ ինչու։ Մի կողմից ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները
հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը, բառից բուն իմաստով բռնազավթել Հայաստանը եւ դնել օտարերկրյա ազդեցության տակ։ Մյուս կողմից իրանց մեջ նաեւ կան քաղաքական գործիչներ, որոնք ես կարծում եմ, որ պետք է իրենց պատասխանը ստանան, որովհետև իրանք մեզնից հեռու գնացել իրանց, չգիտեմ, տարբեր տեղերում, ինչ ասել են, օրինակ այսօր եմ ես դրան անդրադարձել, կա Սերժ Սարգսյանի հանրապետական մարզպետ նախկին, որը ոչ ավել ոչ պակաս, այս վերջերս հայտարարել է, վերջի մի քանի տարվա մեջ էլի, հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ հայ սակրավորը մահանա, զոհվի, ասել է ես ցանկանում եմ, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ սակրավորները, որոնք կմտնեն ականապատ դաշտ, պայթեն եւ այդ դաշտից կամ նրանց մարմինները հանեն կամ կթողեք պատասխանեմ։ Հա, սխալ չեմ մեջբերում, ուղիղ մեջբերում եմ, ու սրանից հետո ինձ չընդհատեք։ Հա, ասում է, ցանկանում ենք, որպեսզի դուրս բերեն կամ նրանց մարմինները, կամ նրանց վիրավոր մարմինները։ Հիմա ես կարծում եմ, օրինակ այդ կոնկրետ այդ մեկի դեպքում, ես չեմ ուզում ինքը գա ազգային ժողով, որովհետև ես կարծում եմ, որ հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի լինի падգամավոր։ Հիմա ես կոչ եմ անում ուժեղ Հայաստան խմբակցությանը ձևավորվելի կամ ուժեղ Հայաստան կուսակցությանը, բայց կթողեք միջը, բայց կթողեք մտավարքի։ Հիմա ես չեմ լսել բացի իրանից այդ կուսակցության մյուս ներկայացուցիչների կարծիքը այդ հայտարարության վերաբերյալ։ Կարող պարզվի իրանք ասում են չեմ ենք համաձայն չեն։ Բայց շատ լավ, եթե համաձայն չեն, ուրեմն պետք է հայտնեն եւ Էդգար Ղազարյանին այդ մարդուն ասեն դիր մանդատը մի արի ազգային ժողով, որովհետեւ չի կարող մարդը, որը ցանկանում է հայ զինվորի մահը, որը ցանկանում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, չի կարող լինել падգամավոր։ Հիմա տարբերակ մեկ, իրանք եթե հորդորեն, ես դա կգնահատեմ, կողջունեմ հրապարակայինորեն։ Տարբերակ երկուս, եթե իրանք չեն անում դա նշանակում է, որ իրանք կիսում են քաղաքական պատասխանատվությունը այդ հայտարարության։ Այն է հայ սակրավորը պետքա պայթի ականի վրա։ Մի վարքան, ներողություն, չեմ ներում, որովհետեւ պետքա թողեք ես ավարտեմ։ Հա, ես էլ պետքա չէ պատասխան, դուք հարցը տալիս եք, որ ես պատասխան։ Հետևաբար ես չեմ ուզում նշյալ սուբյեկտը դառնա падգամավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, էս է իրավիճակը, հիմա գալիս են, թող գան, չեն գալիս, թող չեն։ Հիմա ես էլ էլի կներես, էլի հարց եմ ուզում տամ։ Չես լսում։ Հարցա տալիս փայլակը ձեզ, ասում չեք լսում։ Որտեվ 3 անգամ փորձ արեցի։ 3 անգամ փորձ արեցի։ Մի ճնշեք։ Չէ, ինձ հնարավոր չի։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Ուրբինյան, ասում եք, որ չեք ցանկանում, հա ձեր ձևակերպումները տվեցիք, չնայած որ միտքը ամբողջապես չեք ամբողջապես եմ մեջբերում։ Լավ, իսկ ուզում եք, որ խորհրդարան կա падգամավոր կամ անձրոյաբլուրում ծիծաղում է, ով ծամոն է տանում, սահմանադրական դատարանում, հարգելով նաև բարձր ինստիտուտը կան խորհրդարան մարդիկ, ովքեր հայոյում, ու դա վերաբերում են որում նաև շեշտեմ ընդդիմադիր падգամավորների հատվածին, ովքեր նման դրսևորումներ ունեն, փոխնախագահ դառնա մեկը, ով օրինակ ազատություն է տալիս իր մարմնի մասերին, մասնավորապես ոտքերին եւ այլն, սա որպես առաջին հարց եւ որպես մյուս անգամ չընդհատեն, մի անգամից երկրորդ հարցն տամ։ Օրինակ ես ճեպազրույցից ուշացա, որովհետև Երևանում խայտարակ խծանումներ են։ Երևանում խայտարակ խծանումներ են, որովհետև օրինակ քաղաքապետարանում հաշվարկներ գուցե ճիշտ չեն արել, սա ինչ եմ ասում, որպեսզի ԿՊ վարչությունում հարցնեմ։ Այդ հարցը ընդհանրապես քննարկվել է։ Դուք օրինակ տեղաշարժվելու խնդիր ունենում եք, երբ որ աշխատանքի եք գալիս, երբ որ ինչ-որ մի վայրից պետք է մյուսը գնաք, օրինակ ես դեմ չեմ վերանորոգելուն բնականաբար, բայց հնարավոր չի այդ հաշվարկները այնպես անել, որ ինչ-որ մի հատված ավարտվի շինաշխատանքների, հետո մեկնարկեն մյուս հատվածը, որտեղ ամբողջ քաղաքում ինչ-որ փոսեր են փորել, շինարարական ապա շնորհգործունեության հետևանք չի սա, եւ եթե այդպես է, հնարավոր է ԿՊ-ում որոշեն, օրինակ Տիգրան Աբինյանի հրաժարականը պահանջեն։ Փայլակ ջան, Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին մեքենաների թիվը, ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչու է աճել? Որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը աճում է, մեքենաների թիվը աճում է, ունական հաշվարկներ, եթե ես չեմ սխալվում, որ այս 10 տարվա մեջ գրեթե կրկնապատկվել է Հայաստանում մեքենաների թիվը։ Դա նորմալ process է։ Բնականաբար դա բերում է խնդիրների, խցանումների, որը բոլորս էլ գիտենք դա, որ դրա մասին բոլորս գիտենք, նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով։
Դրան զուգահեռ այո ինչ որ վերանորոգումներ կան, բայց կներեք այդ վերանորոգումները այո պետքա լինեն եւ անհարմարությունների պետքա։ Դե Ժորժ ջան, ես Օրինակ 6 ամսով քաղաքի ինչ որ մի հատված փակելը եւ կառուցելը դա այսինքն կամ ամբողջ աշխարհում մենակ Հայաստանում է մեքենաների թիվը ավելանում։ Ժորժ ջան, թողեք պատասխանել։ Եվ բնականաբար վերանորոգումները ինչ որ անհարմարությունների կբերեն, պետքա այդ անհարմարություններին դիմանալ, բայց բացի վերանորոգումներից ակնհայտ որ խցանումների խնդիր կա եւ լուծումներ պետք են, այդ լուծումները հայտարարված են, որ պետքա հանրային տրանսպորտի համակարգը բարելավվի, պետք է ավելի շատ շարժակազմեր լինեն եւ այսպես շարունակ գուցե գոտի ավորման անհրաժեշտություն լինի։ Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում։ Դուք ասում եք ես խնդիրներ ունենում եմ տեղաշարժվելու, այնպես ինչպես բոլորը, այսինքն ես էլ մեքենայով գալիս եմ եւ խցանում ալինում, ես ավանում եմ հիմա բնակվում մետրո չկա, բայց կարող եմ ձեր խնդիրը Չէ, միրա հարցի առաջի հատվածը մնաց։ Վերադառնալ առաջի հատվածին, ձեր հարցի առաջի հատվածը կներեք, բայց շատ ինչ որ խառը չի, օրինակ Լուսինե Բադալյանը Եռաբլուրում ծիծաղում էր։ Դուք սխալ եք ասում, որովհետեւ չէ, ես կարամ դες վիդեոն հենց հիմա դուք սխալ եք ասում, որովհետեւ Եռաբլուրում նախ ինչ ա եղել, Եռաբլուրի մուտքի մոտ կարող է ինչ որ ժպտացել է մեկի հետ խոսալով, բայց դուք հիմա բան եք, չեղած տեղից ինչ որ թեմա եք ասում, կամ ասում ինչ որ ծամել եք ասում, չգիտեմ ինչի մասին է Ուզում եք ես մի հատ հերթով սկսեմ անդրադառնալ, թե որ լրագրողը որտեղ ծամեց կամ ինչ ասեց։ Բայց ոնց որ թե քրեակցիոն ազատեն իրաց։ Չէ, բայց մի բան հարցնեմ։ Խմբակցության տեխնացում որոշվեց, խմբակցության ներսում Ինչ արդեն ասեցիք, կներեք։ Ասում եմ մարդիկ ազատ են աշխատանքից հետո անելային ինչ որ ուզում են։ Ես դուք էլ աշխատանքի ժամանակ դուք նկատում եմ դուք լրագրողները ձեր ամբողջության մեջ, այնպես չի որ առանձնապես շատ մեծ տակտով եք աչքի ընկնում, կներեք իհարկե, եթե կարող եմ թույլ տալ Դուք պետքա պրոյեկտը լրագրողների վրա։ Որովհետև շատ կարևոր է որ մարդը շատ կարևոր լրագրող դուք հիմա եք ընդհատում ինձ անընդհատ կողքից իրար եք Շուլակյանն ու Սրբոյ Գայլյանը իրար հետ խմբակցության ղեկավարի տեխնացում որոշվեց երեք։ Ուզում եմ հասկանալ, սա խմբակցության ներսում պետք է դրվի քվեարկության, որ հաստատվի տեխնացությունը, որովհետև ինքը ազգային ժողովում չի։ Եվ երբ է լինելու, նիստերը քանի որ դուք համարում եք լեգիտիմ ընդդիմությանը, ուզում եմ հասկանալ կոնկրետ կան, որոնց նույնիսկ խորհրդարանում չեք ուզում տեսնել։ Սա նշանակում է, որ իշխանությունը արդեն ֆրակցիան որոշում ունի, որ այն պաշտոնները, որոնք կհասնեն ընդդիմությանը, քվեարկություններ կընտրեք իրենց, Կքննարկենք նախագահի համար կքննարկենք դուք գնահատեք ես չգիտեմ ինչ է շրջանառում ինչ չի շրջանառվում ես ասում կոնկրետ այդ սուբյեկտի հետ կապված ես կարծում եմ որ մարդը որը հայ սակրավորի մահնացանկանում եւ դրա մասին խոսում է դա նորմալ չի որ այդ մարդը լինի падգամավոր դա նորմալ չի ուղղակի եւ ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը այդ գործում ես կարծում եմ դուք պետքա հարց տաք Կալուգացի օլիգարխին եւ իր թիմակիցներին պետքա հարց տակ ասեք չեք ուզում հորդորը դատել դնի որովհետեւ պրոբլեմա դա խնդիր է եւ բացի դրանից Կալուգացի ասեցի հիշեցի հիշում եք չէ որ իրանք խոստանում էին որ հաջորդ վարչապետն է լինելու Կալուգացին որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ ես խնդրում եմ ասեք ինչ եղավ ինչ անշական գործընթացի մեջ բայց մի վարքան ինքը չէր ասում չէ որ հունիսի այսօր ամսի քանիսն է հունիսի 3-ն է հա հուլիսի 3-ն է ինքը չէր ասում չէ հուլիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար լավ է հեքիաթներ ես գնացի քվեարկության Thank you.